Գալիս եմ, Արամ ջան, գալիս եմ, տղես։ Պապային դեռ բան չասես։ Երբ կգտնեք դիակը, այն ժամանակ էլ խոսանք։ Կգտնեմ։ Չկասկած եք կգտնեմ։ Արսենին ոստիկանություն տարան ու մինչև հիմա չկա։ Իրապես ոնց թե ոստիկանություն տարան, ինչի համար։ Տղես, ցավը տանեմ։ Պոլիսները մեքենայից հանել էին անոնց 3 ամսական մանչուկին, ով հրաշքով ողջ էր մնացել։ Անոր անունը Ռաֆի էր։ Գիտեմ, քեզի համար այս տողերը գարթալը շատ ծանր է, բայց այդ մանչուկը տուն ես, 3 ամսեկան Ռաֆի Լաթոյան։ Չի մամիչքը դեր ես։ Չի գողալը։ Այդ մանչուկին Հակոբի հետ մենք որդեգրեցինք։ Ավելի ճիշտ գլա ասել, որ մենք դարձանք անոր ծնողները։ Ու դա արինք սիրով։ Բաց չի գնալալ։ Պաստորեն ես պահլավունի չեմ, իմ ծնողքս մահացած են, ու անոնց Լադոյան կգոչեին։ Դրաստոց ինչու համար։ Հարի! Դու գիտեի ինչ է այս համագին պարունակությունը։ Լսի Ռաֆի, ես գիտեի միայն այն, որ նամակը խիստ անձնական։ Տիկին Փահլավունին կարգադրել էր նամակը քեզ անձնել միայն իր մահից հետո։ Դու իրոք ոչ մի բան չգիտեիր։ Դու գիտես ինչ գրված է այս նամակին մեջ։ Ինչ գիտեի ասեցի Ռաֆի։ Ինչ որ բան են չէ։ Now I'm now alone you think. I am not Pavlov. Պարզվում է, որ ես ոչ մի Փահլավունի էլ չեմ։ Yes, Lado. Պարզվում է, որ ես Լադոյան եմ։ I'm really sorry, Rafi. Կներես։ I'm really sorry. I didn't know anything. Կներես Ռաֆի, ես իրոք ոչինչ Of course չգիտեի։ you don't know. Բոլորիդ կարոտել եմ, էլ չեմ դիմանում, նույնիսկ ավետին, ավետը տենց էլ չփոխվեց, ոնց որ առաջ բժշկական գրքերից պոկել չէր լինում, տենց էլ հիմա, տանն է աշխատում։ Արսեն ինչ եղար, գնացիր ու կորար։ Գայ, դու լավ գիտես թե ես որտեղ էի։ Ինչի ես ավելորդ հարցեր տալիս։ Այսքան ժամանակ ոստիկանությունում ինչ էիր անում։ Հեչ։ Ոնց թե հեչ։ Ուղղակի Էլենը ասում էր, որ Ռաֆիի ծեծը դու ես կազմակերպել, դու ես պատվիրել։ Դրա հետ կապված է, կան չէ։ Ես այդ լակոտի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Գայ, ես չեմ էլ ունեցել։ Այդ էր մնում պակաս դրանով զբաղվեի։ Թաղի տղեկն էին դրան քաց ու տակ գցել։ Եվ լավ էին արել։ Իրան հասնում էր։ Չգիտեմ, Էլենն էր ասում։ Դե Էլենի հիվանդ երևակայության հետ ես լավ ծանոթ եմ։
Այդ դեպքում ինչի են կանչել։ Գայ, մի քանի շաբաթ առաջ օֆիսի մեքենաներից մեկը փախցրել էին։ Դրա հետ կապված ընդհանրապես։ Արսեն, դու սուտում ես, ուրիշ սուտ հորին։ Գայ, այդ մեքենայի պատմությունն էր։ Ես էլ իսկապես գլուխ չէի անում։ Դե փաստաբանս եկավ ու ամեն ինչ տեղը գցեց։ Առավել ևս, եթե փաստաբանը եկավ։ Դու կարայիր շատ շուտ տուն վերադառնալ։ Ամեն ինչ թողնեիր փաստաբանի տուն։ Գայ, ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում։ Ինչ ես կոկորդից չոքել։ Ես քեզ հարցրել եմ այս ընթացքում դու ուր ես գնացել, ում հետ ես հանդիպել, հարցրել եմ։ Լավ։ Կներես, որ վիրավորեցի։ Չէր տհաճ պատմություն էր գայ։ Այդ մեքենայով ինչ-որ ջահել էին փախցրել, հետո այդ ջահելը հիվանդանոց էր ընկել։ Ու տենց բան էր։ Ես հո քեզ չեմ խաբելու։ Գայ Ալեքսանդրովնա։ Իսկ եթե դու իսկապես ինձ համար ես անհանգստանում։ Ես մաքուր եմ։ Եվ ոստիկանությունում իմ դեմ ոչինչ չկա։ Ոչինչ։ Ման ջան, բարև։ Բարև Արամ ջան։ Լավ ես, ման։ Շատ լավ եմ։ Ինչ արեցիր, տոմսերը արդեն պատվիրել ես։ Տոմսերը վերցրել եմ, շուտով Երևանում կլինեմ։ Դե կգամ օդանավակայան, քեզ կդիմավորեմ, ման։ Պետք չի դիմավորել, Արամ ջան, դու այդ ժամերին կլինիկայում ես լինում։ Ես տաքսիով կգամ։ Ման, ոչ մի տաքսի, ասում կգամ, քեզ կդիմավորեմ։ Լավ, ոնց ասես։ Հո պապային բան չես ասել։ Չէ, ման ջան, ոնց պայմանավորվել ենք։ Շատ լավ է, ուզում եմ անակնկալանեմ կամ իրան այդ իր բժշկական գրքերից կտրեմ մի քիչ։ Հա, ման ջան, ոնց ասես, դու էլ ասա քերին լավ է։ Լավ է, Արամ ջան։ Դե կբարվես։ Անպայման։ Արամ, չես պատկերացնում ոնց եմ կարոտել։ Ինչ տոմսերը վերցրել եմ, արդեն ժամերն եմ հաշվում։ Խելագարվում եմ կարոտից, երբ եմ հասնելու Երևան։ Ամ լուրջ եմ ասում, ես էլ քեզ եմ շատ կարոտել։ Չես պատկերացնի ինչքան քո խորտի կարիք ունեմ, քեզ լիքը պատմելու բան ունեմ։ Պապան ուրիշ է, գիտես։ Ես իհարկե խորհրդակցում եմ պապայի հետ, բայց բաներ կա, որ կուզենայի քո հետ ասել։ Շուտով Արամ ջան, քիչ մնաց։ Դե ուրեմն ես կգամ օդանավակայան, մամ ջան, քեզ կդիմավորեմ ու միասին կգնանք տուն։ Շատ ապրես։ Համբուրում եմ։ Պինդ գրկում եմ։ Ես էլ մամ ջան։ Հաջա։ Գիտեի, որ դեռ լույսը չբացված վազելու ես մատես։ Լույս բարի։ Բարև։
Ոստիկանությունին չէին կանչել։ Այդ գայան արդեն հասցրեց։ Ես քեզ քանի անգամ եմ ասել ներկան անցյալի հետ մի խաղ։ Ես գիտեմ, որ երեք վազել եմ մոտդ։ Գիտեմ ավետ։ Այդ երկուսով սպասում եք երբ են ինձ փակելու, հա? Հիմարություններ դուրս մի տուր, հա։ Դու ինդասային չէին կանչել քեզ։ Պատվիրածդ հոտվածը իրա գործը անում է։ Դու շատ լավ գիտես, որ ես այդ հոտվածների հետ ոչ մի առնչություն չունեմ։ Քարամյան, գիտես, որ ամեն ինչ կարող է ջրի երես դուրս գա։ Բա դու ասում էիր զառան չկա։ Հա, զառան չկա, բայց փահլավուն ու տղեն կա, որ ամեն ինչից տեղյակ է։ Մի րոպե Գայան ինձ ասել էր, որ փահլավուն ու տղեն մեկնել է Միացյալ Նահանգներ։ Հա, մեկնել է, բայց ամեն րոպե կարող է վերադառնալ։ Մի րոպե։ Ինքը ինչ կարող անի։ Չգիտեմ, բայց դու չէիր ասում, որ չես իմանա ինչից, ինչ դուրս կգա։ Ես էլ չեմ իմանում։ Մի բան գիտեմ, որ այս պահին քննիչ է, հենց այդ գործն է քչփորում։ Լավ իմացի, Քարամյան, եթե բանը բանից անցավ, ես էլ դու էլ ճաղերի ետևում ենք հայտնվելու։ Լավ, հիմա դրա ժամանակը չի, դու ինձ ասա ինչ ես խոսել ոստիկանությունում։ Որ հանգարց ինձ կանչեն, ես էլ մտածեմ ինչ եմ ասում։ Արդեն տակդ լցրեցիր։ Պատկերացրու, այո։ Հաճելի է խոստովանություն։ Իհարկե։ Ես չեմ պատրաստվում կյանքից մնացած օրերը բանտում անցկացնել։ Լավ, չես անցկացնի, ես այդ գործը կփակեմ։ Ոնց? Այդ քո խելքի բանը չի։ Ուր էր, ընդմիշտ ազատվենք ես բերից։ Կազատվես։ Ես այդ գործը կփակեմ։ Ոնց? Միայն մի պայմանով։ Կլինիկայի հաշվին իմ փոխանցած գումարը պիտի հետ տաս։ Ամիրբեկյանից գցած փողի մասին է խոսքը։ Այդ իմ փողն է, Քարամյան, իմ։ Բայց դու ներդրում ես արել, իսկ ես պատրաստվում եմ գործունեություն ծավալել։ Ուրեմն չես ուզում հետ տաս։ Դե ուրեմն, Ավետ ջան, պատրաստվիր հաց չորացնել։ Կալանավայրում պետք կգա։ Բոլորիս։ Հիմա լսիր պրոֆեսոր Քարամյան։ Քո որոշելիքն է։ Կամ։ Դու լավ գիտես, որ այդ փահլավուն ու սպանության գործում ապացույցներ չկան։ Իմ թույլ տեղը Հելենասը։ Ու այդտեղ քո անունն է հոլովում, որովհետև բոլոր փաստաթղթերի տակ քո ստորագրությունն է դրված։ Դա նորություն չի, ես գիտեմ։ Բա որ գիտես, էլ ինչ ես ձև էր թափում։
Նարեկ, ինչ ես կարծում, Հայկը ինչ պիտի անի։ Սոնա Հայկին չես ճանաչում, ինքը իր սկսած գործը հաստատ շարունակելու է։ Բայց Արամը ասում է, որ այդ վտանգավոր է։ Սոնա, եթե Հայկը չարեց, ես եմ անելու այդ գործը։ Դու։ Հա, ես։ Թաղի տղեկին կհավաքեմ ու կգնամ այդ փաստաբանին կծեցեմ։ Այնքան կծեցեմ, որ կոմայից դուրս չի գա։ Նարեկ, նման բան չի կարելի անել, ինչ ես խոսում։ Թողենք, որ տենց անպատիժ մնա, հա։ Նարեկ, Հայկը պիտի օրենքի դաշտում գործի։ Սոնա մի ծիծաղացրու։ Ինչ օրենք։ Օրենք։ Լավ, Սոն, արի ներս գնանք։ Արամը ասեց, որ այսօր Հայկին դուրս են գրելու։ Գնանք։ Տեղս ես բռնել, պատին ես դեմ տալիս, չէ՞։ Բա չէ։ Ոտքերը պիտի ընկնեի, հա։ Ներկայիդ հարցերը լուծելու համար անցյալն ես օգտագործում, չէ՞։ Հա, բա օգտագործում եմ, բա ինչ եմ անում։ Բա չէ, պիտի բերեի երկու դիպլոմատ փող տնեի դեմդ, հա, դու էլ ոնց ուզեիր, տնօրինեիր, հա։ Մի րոպե։ Դու միշտ էլ դիվիդենդներ ես ստացել։ Ես քեզ պատշաճ վճարել եմ։ Ինձ քո տոկոսները պետք չեն, Քարամյան։ Ոչ մի տոկոս։ Հետ էր մնացել պակաս, որ քո հույսին մնայի։ Ինձ ամբողջ գումարն է պետք։ Ինչ։ Միանգամից, կանխիկ։ Ես ինչ ես խոսում։ Ես ոնց կարող եմ նման գումարը միանգամից կանխիկացնել, հա։ Եթե պիտի քեզ սովորեցնեմ, հա։ Ուրեմն քեզ ասեմ։ Եթե ուզում ես միանգամից կանխիկացնեմ, իմացի, որ դու 18-ից 24-25% կորուստ ես ունենալու։ Մտածի։ Ոչ մի տոկոս, Քարամյան։ Ոչ մի տոկոս չի կորչելու։ Ոչ մի։ Այսքան ժամանակում ինչքան ֆռացրիր հերիքը, լավ էլ ֆռացրել ես։ Ինձ ամբողջ գումարն է պետք։ Կկանխիկացնես ու կմուծվես։ Եղավ։ Աստորեն Ամիրբեկյանի մեթոդին ես անցել, էլի։ Ամիրբեկյանին հանգիստեղ, Ամիրբեկյանին անհանգստացնելը, իր հոգին անհանգստացնելը մեղք է։ Ինչ ես այդպես նայում։ Ավետ։ Համաձայնվելու ես, թե չէ։ Աստորեն դու ինձ դրդում ես, որ ես գնամ հաշվապահական մախինացիայի, հա։ Ես այդ քայլին չեմ գնա։ Ուրեմն կնստես։ Ես։ Կնստես։ Դե բրծի։ Ես ժամանակ չունեմ, իմ ամեն րոպեն փող է։ Բրծի։ Անելու ես, թե չէ։ Ես էլ քննիչ է։ Կանեմ։ Ասա։ Պարոն Ռուշանյան, խնդրում եմ օրվա մեջ ինձ մոտ անցեք։ Հիմա ինչ կա։ Գործ կա։ Ու եկեք ձեր փաստաբանի հետ։ Լավ, սպաս։
Տարեսկզբի ավանդական զեղչեր Կերամա Մարացիից։ Ընդամենը 30 օր, 30% զեղչ ավելի քան 2500 տեսականու համար։ Տարվա եզակի զեղչը սկսվեց։ Հունվարի 30-ից մինչև փետրվարի 28-ը տարվա քո հնարավորությունն է դարձնել կյանքը նորաոճ, որակյալ եւ հարմարավետ։ Այսպիսով Կերամա Մարացիի սալիկների ու դեկորատիվ էլեմենտների ողջ տեսականին 30% զեղչով։ Կերամա Մարացի։ Հայք ես արդեն հագնվել ես։ Հա, արա։ Ես քո դուրս գրման թղթերն է։ Քո հետևից ով է գալու։ Սոնանուն Արեկը։ Մենք պիտի ոստիկանություն գնանք։ Հայք ես քեզ պիտի խնդրեմ, որ Սոնային ոչ մի բանի չխառնես։ Դու կարծում եմ հասկացար ինչ եմ ասում։ Ինձ հասկացար։ Հասկացա։ Բարև Արամ։ Բարև Նարեկ։ Հայկ, տեսքդ շատ լավ է։ Գնանք ախպերս։ Գնանք։ Սոնա մի րոպե։ Մենք ես մուտքի մոտ կսպասենք։ Լավ, հիմա կգամ։ Ասա Արամ։ Սոնի, ես քեզի մեքենայով կտանեմ տուն։ Չի Արամ, պետք չի։ Ես Հայկենց հետ կգնամ։ Սոնա, Հայկը մտքին դրել է գնա մտնի ոստիկանություն։ Ոչ մի բանի չխառնվես, լսում ես։ Անհարմար Արամ։ Ինձ են սպասում երեխեքը, ես գնամ։ Մենք մեր կենացը։ Մենք երկուսով իսկական թիմ ենք ու ինչի ուզենք կարանք երկուսով հասնենք։ Մենք բոլորի քթից բերելու ենք, ես քեզ խոստանում եմ։ Ումից ես ուզում սկսենք։ Ուզում ես հենց Արամից էլ սկսենք։ Արի հիմա ուղակի խմենք, հա։ Մեր կենացը։ Մենք երկուսով ամեն ինչի կարանք հասնենք ելեն։ Մեր կենացը։ Աստված իմ Ռաֆին։ Պատասխան։ Հիշի, որ դու Ռուշանյան ես, իսկ ինքը ընդամենը ինչ-որ բաղալավ ունի։ Բարձրախոսը միացրու պատասխանի։ Լսում եմ։ Էլեն։ Էլեն, ես եմ։ Դու ով։ Էլեն, ես եմ Ռաֆինը։ Ես նման մարդ, այլ նման տղամարդ չեմ ճանաչում։ Էլեն, վերջ տուր։ Ինչ ես զանգել։ Էլեն, ես երկու անակնկալ ունեմ։ Ասեմ ավելին, մեկը մյուսից լավ։ Երևանում քո արած անակնկալը մեզ հերիք է։ Գիտես, Երևանում մատուցածդ անակնկալը ես երբեք չեմ մարսի։ Այն ինչ դու ձագսում արեցիր, ես երբեք չեմ մոռանա։ Էլեն, ես շատ լավ գիտեմ, որ մեղավոր եմ։ Ու եւս մեկ անգամ քեզնից ներողություն եմ խնդրում։ Դրան տեղը դիր, ու թող Հայաստանի տեղը մոռանա։ Ռաֆի, ինձ էլ երբեք չզանգես։ Էլեն, այն ինչ իմացել եմ, արմատապես ամեն ինչ փոխում է։ Զի տղա ջան, սիրող մարդուն ոչ մի բան չի կարա փոխի։ Էլ չեմ ասում զաքսում քո արածի մասին։ Ընկերուս հանգիստող, եթե չես ուզում, մի հատ էլ Ամերիկայում քեզ ծեծել տա։ Կիկի։ Կիկի դու ես։ Հա, ես եմ, ինչ կա որ։ Դուրը չեկավ։ Զի հենց հիմա հեռախոսը Էլենին տուր։ Ես քեզ չեմ զանգել, Էլենին եմ զանգել։ Ուրեմն իմացի, որ հեռախոսը բարձրախոսի վրա է ու Էլենն էլ կողքից նստած լսում է քեզ։ Էլեն, ես քեզ խնդրել էի, որ այդ կիկիից հեռու մնաս։ Ես քեզ խնդրել էի, չէ՞։ Ինքը իմ ընկերուհին է, իսկ դու ով ես։ Լսի, կիկին ճիշտ է ասում։ Քո նման վախկոտները Հայաստանում տեղ չունեն։
կին ես իմ ձեռքերով խեղտելու եմ։ Հա, հենց այս ձեռքերով ես նրան խեղտելու եմ։ Հնչատեց։ Լավ ասի։ Չէ։ Ու տենց էլ ուզում ես ինչ-որ ծրագրեր իրականացնես։ Տենց էլ ուզում ես Արամին երեխայից զրկես, հա։ Իսկ Արամն ուրիշ է, ես իր հախից ուրիշ ձև կգամ։ Էլեն, բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Ու տղամարդու իսկական տեղը կնոջ կաբլուկի տակ է։ Ուժեղ կինեմ հենց տենց էլ վերաբերում է դրանց։ Գիտես ինձ, ես տենց չեմ կարա։ Մեզ պետք է կարանաս։ Թե չի ամեն ինչ տանուր կտասել է։ Լավ, քանի ես քո կողքն եմ, դու մտածելու ոչինչ բան չունես։ Ես քեզ ամեն ինչում կօգնեմ։ Լավ։ Արի խմենք մեր ապակա ծրագրերի կենացը։ Մեր կենացը։ Ես 10 րոպե ժամանակ ունեմ։ Պիտի այդ ժամանակի մեջ տեղավորվես։ Ինձ դա է լրիվ բավական է։ Չլինի սպանվածի դին ես գտել։ Չէ։ Դին դեռ չեմ հայտնաբերել։ Երևի նա տրջանակ ես գտել, որը ոնց որ դու էր պնդում, կրակոցն արձակվել, հա։ Ոչ։ Բայց դեպքում չես մեզ կանչել քո կաբինետ։ Ես ուզում եմ ձեզ մի լուսանկար ցույց տալ։ Լուսանկար։ Այո, լուսանկար։ Ինչ։ Հայկ Սիմոնյանի հաստատումն է։ Առայն որ դուք եք նրան սպառնացել, որից հետո նա բռնության է ենթարկվել։ Բայց այդ ամենի հետ ես ինչ կապ ունեմ։ Այ հենց դա էլ ես ուզում եմ պարզեմ։ Բայց մինչ այդ կխնդրեի, որ այս թղթերը ստորագրեիք։ Ես ինչ է։ Քաղաքի շվացակայելու պարտավորվածություն։ Ուրիշ բան ունեիր մոգոնելու։ Պարոն Ռուշանյան, ձեր ժամանակը խնայելու համար ես առաջարկում եմ այս թղթը ստորագրել։ Մնացածով ես կզբաղվեմ։ Խնդրեի դուք էլ ստորագրեիք։ Ազատ եք, կարող եք գնալ։ Չկտրեմ ես ձեզ գործից։ Նույնիսկ ճուզեց լսի։ Կիկիի հետ ուղակի ծաղրում էին ինձ։ Լավ ես հիմա ինչ անեմ։ Հիմա երբ գիտեմ, որ Էլենը քույրս չի։ Հիմա երբ կարամ իր հետ հանգիստ ամուսնանամ, բայց Կիկին մեզ հանգիստ չի թողնի։ Ջոնի։ Արև Ռաֆի։ Բարև։ Հենին ու ագի շտաբ քնած Նյու Յորք։ Okay, արի ներս։ Մի բան կխմես։
Հերին պատմեց երեկվա մասին։ Հələ ուշքի չես եկել։ Ինչ։ Բարձա, հələ ուշքի չես եկած։ Չէ։ Նորմալ է, Ջոնի։ Նորմալ է, ուրիշ բանի մասին եմ մտածում։ Ինչի մասին։ Ջոնի, դու գիտես մայրս կդագին մեջ ինչ գրած էր։ Եթե ադոր մասին խոսել հատկան դահաջ է, կրնանք չխոսիլ։ Չէ, Ջոնի։ Ես քեզ մեծ հագցնելու բան չունիմ։ Դու ուրեմն ուշադիր գլսեն որ քեզ։ Տարիներ առաջ հայրս ու մայրս ինձ հետ Հայաստան գացել էին։ Հայրս այն ժամանակ կուզեր Հայաստանին տնտեսության մեջ ներդրում անել։ Ես ոչինչ չեմ հիշել, այդ ժամանակ դակավին բստիկ էի։ Բայց ինչ կպատրաստվես պատմես։ Անին ձիս պատմել է Զարուհի Հակոբյանը։ Ով այդ կինը։ Այդ կինը վկա է եղել, թե ինչպես քույրիկիս Էլենին նոր ծնած ժամանակ փոխարինել են հիվանդանոցի սեփականատիրոջ մահացած ծնված դստեր հետ։ Ասի ինչ կսես կու։ Ջոնի, ես Հայաստան անոր շատ պատահական հանդիպեցա ու չէի գիտեր, որ Էլենն իմ քույրս է։ Դու հասկնաս, ես սիրահարվել էի Էլենին։ Ուզեի նույնիսկ հետ ամուսնանալ։ Բայց Հենրին լսավ, որ ինքը փաստացի քո քույրը չէ։ Մայրիկիս գրած նամակը հենց այդ մասին կպատմեմ։ Ուրեմն ինչի մեջ է խնդիրը։ Էլենի հայրը։ Այդ մարդը որ նորածինները փոխեց։ Հա։ Անոր Արսեն Ռուշանյան գսան։ Սկզբեն Ռուշանյանը զիս խոսքով սպառնաց։ Ետքը հրամայեց դանակահարել։ Վերջին ալ վտանգ կար որ կրնար զիս ընդհանրապես սպանել։ Որովհետև դուներ անցյալ են դեղյակ չէ։ Հա։ Շո մարդ կսպասես։ Չէ։ Բավայ ասյոմի։ Չեմ գիտեր։ Գեցիր։ Ես կերտամած սենյակ, նոր տուն տուրը կպանաս։ Արա, ես արանքը ճղելով մտածում էի ձեռքս բարձնելու, ես։ Հայկ միգուցե պետք չի։ Պետք ասամ։ Լավ, ուրեմն ես քեզ հետ կգամ։ Դուք գնացեք, ես ստեղ ձեզ կսպասեմ։ Լավ։ Նստեք խնդրեմ։ Ես արդեն դուրս ես գրվել Հայկ։ Հա, արդեն լավ եմ։ Հիվանդանոցում մնալու կարիք չկար։ Դե հա։ Ասա լսում եմ ինչ կա։ Ես ուզում եմ հայտարարության պանդես գալ։ Այսինքն, ինչ հայտարարություն Հայկ։ Գիտեմ քեզ վճարել են, ինչքան են վճարել, ես քրկրակին կտամ։ Այդքան հարուստ ես Սարա։ Հա, հարուստ եմ, ասա ինչքան են վճարել քեզ։ Շնորհակալ եմ։ Ասում եք գաբենք։ Ճիշտ գսես։ Ես հյուրտ համաշեմ ինչ կա։ Գիտեք, ամեն ինչ սկսվեց կորսված օրագրից։ Գիտեմ։ Դրանք հերոս են սպանել։ Դրանք հոգեբուժարանն են հրդեհել, որի արդյունքում տիկին Զարուհի Հակոբյանը մահացել է։ Լրագրողների հետ հաշվեհարդար են եղել։ Նույնը ուզում էին ինձ հետ անել։ Սոնան ճիշտ է ասում։ Այս ամեն ինչի վերևում Արսեն Ռուշանյանն է կանգնած։ Այն նույն Արսեն Ռուշանյանը, ով
Զարու Հակոբյանի պատմելով անցյալում էլ անցանքներ գործել է։ Դուք իմ հոդվածները կարդացել եք, չէ՞։ Կարդացել եմ։ Ես այնտեղ ինչ որ գրել եմ հիմնվելով ականատեսի պատմածների վրա։ Այսինքն ինձ ոչ մի տող չեմ ավելացրել։ Եթե պետք լինի, ես կարող եմ ձայնագրություններն էլ տրամադրել։ Ռուշանյանը պիտի պատասխան տա իր արածների համար։ Ինքը իր հասանելիք պատիժը պիտի ստանա ու կյանքի մնացած օրերը անցկացնի կալանավայրում։ Հա դուք ճիշտ եք։ Դուք ճիշտ եք, բայց որպեսզի պարոն Ռուշանյանը կալանավայրում հայտնվի, նախ դատարանը պիտի համապատասխան վճիռ ընդունի։ Կընդունի։ Իհարկե կընդունի։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չի, ինչքան առաջին հայացքից հատվում։ Այսինքն մարդուն դատապարտելու համար մեղադրանքների հիման վրա պիտի դատարանավճիռը կայացնի։ Իսկ մեղադրանք ներկայացնելու համար համապատասխան փաստեր։ Չհասկացա։ Այսինքն այն ինչը Հայկը պատմեց այդ փաստը։ Ես չէի մտածել, որ Ռուշանյանը մինչև Ամերիկա կհասնի հետևես։ Հիմա մենք ասոր վնասան սերծելով, ես չեք բան չենք օգտվիր։ Ինչև ինքը չի զանգի բատվիրադույնը սոր իրեն կործը հրած է։ Մեկ երկորը մեզ ուշ մեկ անտինի։ Լավ, բա ինչ անենք։ Զանգե բատվիրադույնը սե, որ կործը դրած ես։ Ես տենց բան չեմ անի։ Ուրեմն կյանքիդ բայ-բայ ես է։ Գեցիր ջան։ Մենք Ռուշանյանի մեթոդներով չպիտի առաջ երթանք։ Սա մեզ Հայաստան դեռ պետք պիտի կա։ Ռաֆի հասկացիր, մը բատվիրադուն ասոր զանգին կսպասել որ։ Ես գիտեմ ինչ պետք է ենել։ Ասոր մոբայլը դուր։ Բայց հաստատ բատվիրադուն ասոր ցայնը կջաշտա, չէ։ So, ինչ գսես, եթե text message գրգենք։ Text message գրգել։ Դեսը միայն մի համար ունի։ Պրոֆեսիոնալ է։ Պատվերը կատարել եմ Ռաֆին արանքից անել եմ։ Ռուշանյանը չի հավատա։ Կներեք չեմ հասկանում։ Ուրեմն Հայկի գրածը այդ փաստ չի։ Իհարկե փաստ չի։ Եթե փաստ չի, այդ դեպքում ի՞նչ է։ Չգիտեմ, պատմություն, ենթադրություն, գուցե երևակայություն։ Ես ինչ եք ասում, քնիչ։ Հայկ հասկացի։ Չէ, դուք հասկացեք։ Հասկացեք, եթե անուն ազգանունները Հանգստացի, այ։ Հանգստացի ու ինձ լսի։ Լսեք։ Ռուշանյանը անցյալում Հակոբ Փահլավոնին ասպանել։ Ինքը նորացին երեխաների ա փոխել, դուք հասկանում եք։ Ինքը Ամիրբեկյան Վանիկին ասպանել, Սեթրակյան Դավիթին։ Ժամանակին իր մեղքով նախնական կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Փանոսյան ինքնասպանություն գործեց։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Առաջադրանքը կատարել եմ։ Ռաֆին արանքից հանել եմ։ Ապրես, քեզ լրիվ արդարացրիր։ Ինչ-որ բան ասեցիք, բաբկենիչ։ Չէ, դու ճամփիդ նայիր։ Վերջ։ Հիմա ես լրիվ ապահովագրված եմ։ Զարան չկա, ամենակարևորը։ Այդ Ռաֆի կոչեցյալն էլ այլևս ոտքի տակ չի ընկնի։ Վերջ։ Կարծեմ, որ այդ կանոն չպիտի բավարարվենք մենք։ Այսինքն
պետք է քո մահվան լուրը մինչև Հայաստան հասցնենք։ Տարածենք քո մտերիմներին։ Ընկերունի սոնդեվարին շատ կնստայիս։ Հա։ Հա ունը հարութը։ Զանքե ընկերիդ։ Ձեթո քո մահվան լուրը տարածե, քրոջը դա տողոս է, որ քեզ սպաններ են։ Չէ, ջանի չեմ գրնա։ Ես Էլենին չեմ գրնա աданք մախոփե։ Ռաֆի ավադը աданք պետք է։ Չէ, դու չես հասկնա։ Որքան է Էլենը վրաց բարգացած լա, որքան է չուզենա հետս խոսիլ, անից իս շատ կսիրե։ Երբ իմանա այս ամենու մասին, չիտեմ հետը ինչ գրնա ալալ։ Ավելի լավ։ Գրեշարագոր մեր կորձ ավելի ամոզիչ է։ Զանքե։ Չէ, ջանի։ Զանքե գսեմ գոր։ Էլենը հարանցադել գադե իր հայրը։ Բարդատիր չէ Էլենի գիտնա։ Կարևորը քո մահը գրանցվելն է։ Հետո գրնանք ասել չոր ֆրիվեյում accident ամսուցիր, անակ մահացար։ Քիլերը գրնարադան գարա սպաններ քեզ։ Էդի մեթոդը չի։ Ձենդ։ Զանքի ընկերոջդ, իրենս է թող դարածը քո մահվան լուրը Հայաստան։ Որաբակային, որ Հայաստան երտաստ է, որ ոչ մեկ չիմանա քո կոյդյան մասին։ Ուտունալ հանգիստ արդեն գրնաս քո կորձը դնել։ Զանքի,